Օրվա վլոգ։ Ամուսնուս եւ երեխայից ճանապարհեցի։ Կարող ես իրամարգի փետուրներ ունենալ։ Բոհեմական կյանք։ Ոչ մեկից ոչ մի բանով պակաս չենք։ Իմ ամենաթանկ շորն է։ Այս բիրկինները ինչքան են։ Փչոցով ավտո։ Այս լարվածությունը ինձ։ Էլի մեքենաս փչոցել է։ Շտապում եմ այսօր Մինաս Ավետիսյանի տավների անիմացիոն ցուցահանդես է սկսվում նկարիչների միությունում։ Հրավիրված։ Չգնանք տենց մենք մերոնցով մի տեղ։ Չէ, բանիր ինչքան է։ Միած ծագա շարավո։ Հələ ճագայլ աղ էլի։ Բոլոր տեղ մարդիկ էլ ունեն։ Ինձ մեր ձեռք։ Շարմա էլի, ձեռք չարեք էլի։ Բայց կարեմ պարկեմ փորձեմ։ Հələ մատ օրթոպեդիկ բերեք։ Նավիգատորը 40 րոպե է տալի։ Գծու չլինի։ Պամիդորը շատ։ Սիրելի follower-ներ, իմ YouTube դիտորդներ, իմ բաժանորդներ, ուտեմ ես ձեզ, որ այդ քլիքը սխմել եք մի հատ։ Ես նայեցի իմ նախորդ վիդեոների դիտումները, որոնք լուրջ քաղաքական, սոցիալական ինտերվյուներ էին, կարևոր հարցեր էին բարձրաձայնում, բայց ունեին շատ քիչ դիտումներ ու հասկացա, որ պետքա վերադարձնել իմ օրվա վլոգային ֆորմատը։ Ամուսնուս եւ երեխայից ճանապարհեցի մանկապարտեզ եւ աշխատանքի ու սպասում եմ իմ օպերատորին, իմ content creator Լիլիին։ Հիմա ինքը կգա եւ մենք այս ամբողջ օրը կանցկացնենք միասին։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք զանգակի կոճակը եւ ես ձեզանից մեկին կընտրեմ եւ կգամ ձեր տուն, կասեմ մերսի շատ։ Կոմենտներում անպայման կգրեք այս ֆորմատը ուզում եք, որ իմանամ էլի նկարեմ։ Իսկ հիմա սպասենք, հեսա Լիլին հասնում է։ Ար Չես բացում ձեր մուտքի դուռը։ Եվ այսպես ես ընտրել եմ իմ ամենածանրաբեռնված զբաղված օրերից մեկը, որպեսզի հետաքրքիր լինի ձեր համար։ Մի հատ արագ ձված եղենք։ Այսօր հրավիրված եմ Մինաս Ավետիսյանի կտավներից անիմացիայով ցուցադրություն է սկսվում, բացման արարողությունն է եւ ես հրավիրված եմ։ Մինասը սովորում է ժամանակի հայտնի նկարիչներ Ալեքսանդր Զայցևի եւ Լեոնիդ Հոդյակովի արվեստանոցում։ Ձուն միշտ լվաց եք էլի, որովհետև ինքը դուրս է գալիս հավի տուտուզից։ Ահագին լարված եմ, որովհետև ես նենց չի արվեստից շատ բան եմ հասկանում, ու սենց շատ լուրջ դեմքեր են էլի հրավիրված նախարարներ, բաներ, սենց են էլիտան արվեստի աշխարհի ու ես, որ ասենք, չգիտեմ, վախենամ վատ տպավորություն թողնեմ, ինձ թվում է շատ սիրուն տեսքա գոնե պետք ունենա։ Ուր է մեր աղա։ Մենք սիրուն աղամաններ էի։ Առանց դեղնուցը վարի տալու այսանց պտտում եք։ Всё։ Արագ ուտում ենք։ Հացը պետք է լինի այն ծաղիկ հացերից, որպեսզի դուք սենց հոպ 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 մատնաքաշ չի լինի։ Չէ, մատնաքաշով էս նույն էս զսպանակային էֆեկտը չենք ստանա։ Հիմա պետքա պատրաստվեմ։ Քանի որ ահավոր լարված եմ Մինաս Ավետիսյանի նկարների անիմացիայի ցուցադրության բացման արարողությամբ եւ ուզում եմ շատ պատշաճ տեսք ունենալ, երևի իմ այսօրվա ամբողջ օրվա լուքը կհարմարացնեմ դրան, ուրիշ գործեր էլ ունեմ, բայց ավելավա այդ ուրիշ տեղերում մի քիչ տենց too much հագնված լինեմ, բայց միջոցառմանը համապատասխան։ Դրա համար կընտրեմ իմ երեկոյան զգեստներից։ Այս յուբկան մի քանի տեղ արդեն հագել եմ, կասեն այս աղջիկը շոր չունի։ Կոյքի սրանով այս վերջից ռեպորտաժ եմ նկարել, ոնց որ YouTube-ում կլինի 2 cover ֆոտո նույն շորով։ Այս իդեալական է։ Որը տենց արվեստի մարդիկ, ինչ որ բոհեմական կյանք, իրականում շատ թանկարժեք, իմ ամենաթանկ շորն է։ Սենց տեսեք, վիլյոր։ Всё, հիմա արագ մազ մեյքափ անեմ ու հագնվենք, իրականում ուշանում եմ։ Քանի որ զգեստս տենց երկար է, մտածում մազերս հավաք։ Եվ ոնց է աչքերն ընդգծում ենք, հետո կուզեմ փայլ լինի, նկարիչների միությունում այդ ինքը։ Եվ կարևորը highlighter, որպեսի երևա, որ մենք պատրաստված ենք, մենք միջոցառման մի մասն ենք, ոչ մեկից ոչ մի բանով պակաս չենք, նենց չի իրենք ավելի ճաշակով են էլի, այս լարվածությունը ինձ բան է։ Խնդրեմ շորը։ Մի քիչ ես դատարկ չի ընդհանուր։ Սենց։ Այս անընդհատ հարմար առիթ է սպասում, որ դնեմ։ Պատկերացու սենց կանգնած նայում եմ ինչ-որ մի կտավի։ Չէ։ Շատ քեշ է։ Լուրջ։
Ինձ թվում է ինձ այս գախի ուբորներ պակասում։ Ոնց որ հրեշտակի թև էլի, հրեշտակի փետոր, հա? Սենց։ Կոշիկներն էլ բերեմ։ Լավ է։ Կարմիր պայուսակ։ Պատկացու ես հիմա սենց նայում եմ անիմացիաները ու հիանում եմ։ Ինքնա։ Հա։ Ինքնա։ Ու ակնոց, հա, всё։ Մի հատ օրոք կոֆե եմ վերցնում, որտեվ ես գիշերը չեմ քնի, չեմ ձգի։ Մի րոպե ու всё։ Որ ինչ-որ իվենթից ուշանաս կիմանան ինչով է սպանված։ Այ։ Թու, զեպիլը մնաց։ Չի հասկացվում, չէ՞, որ զեպիլը։ Ասեմ ավելի այդ բանտիկի թե ցազում է։ Պետք է գնամ արփի միջոցառման համար սիրամարգի փետուրներ գնելու։ Կարծում դեռ շատ կարճ կտևի։ Բայց նկարես sense որ փեշս երևա որ Դե առաջ գնաս։ լավ է։ Սիրուն է։ Շատ մանավանդ այդ Սիբիլի տոպրակով։ Հա, վայ, է Սիբիլի տոպրակը։ Ոնց անեմ չերև աղջի ջան։ Sense, հələ։ Ահա։ Որն է, ազատ։ Բաժանորդագրվեք իմ ալիքին սեղմեք զանգակի կոճակը և հետև… Հələ մի րոպե լիլ ուզում ես մի հատ ստոպ տուր, որտև ստեղ քաշամ կանգնեմ, իսկ նա փչացավ ավտոս։ Ինչ փչացավ։ Ավտոս, ինչը։ Մի հատ ստեղ կանգնեմ ես աղբամանների մոտ, ոչինչ։ Ձեմը… Դու սրանից բան չես հասկանում Նիսանից։ Իմ Մերսեդեսը կողոց զանգես մասնագետիդ։ Հա, սպասի, զանգեմ խատավիկ ես։ Արուսնա Տիգրանյան, ո՞նց եք։ Լավ, լավ։ Չէ, հա, գիտեմ, որ շուտ այս վերջերս եկա, բայց հիմա ճանապարհի կեսին սենց անսպասելի մեքենաս փչացել է, ես էլ այսօր կարևոր տեղ ունեմ գնալու։ Կարամ ասենք մի 15 րոպեից ձեր մոտ լինեմ, եթե հարմար է։ Հա, հասնենք ջան, մերսի շատ, հեսա դե գամ։ Չէ, կգամ, ինձ թվում է կգամ նորմալ կհասնեմ։ Բայց ինչ հասմիկ։ Խադավիկ, վայ, ինձ հարմար է, աղջիկը։ Խատավիկը աղջիկը։ Հա։ Նու ինքը այնտեղ մենեջերն է, բայց ասենք չեմ շփվում տենց խադավիկն է բանից ու զանգում հասնիկին գնում եմ բանալից տալիս եմ իրար, всё, սա հարցերը իրեն կարգավորում են։ Վաու։ Եթե դուք կին եք եւ վարորդ եք, սիրելի հետևորդներ, ձեզ ասում եմ Հասմիկի համարը, չգիտեմ իրենց կետը ոնց է կոչվում ուղղակի։ Հեսա Հասմիկ Խադավիկ։ Իրականում Խադավիկ չի, բայց նենց է գրած։ 093 77 0333։ Զանգում եք Հասմիկին։ Всё։ Այս գովաս չէր, զուտ ասում եմ։ Բարև ձեզ, ես եկա։ Մեքենասը փչացա, մի հատ որ խնդրեմ արագի մեջ մի հատ սենց նայեք։ Հա, մերսի շատ։ Հա, ես ուղղակի շտապում եմ, այսօր Մինաս Ավետիսյանի կտավներով անիմացիայի ցուցադրություն է սկսվում, էլի մի քիչ արագի մեջ ես կարևոր հյուրերից եմ այնտեղ։ Մի հատ կապոտից։ Լավ, բարձրացնենք, դուք գիտեք։ Լավ, եկեք, всё։ Թափած է սա ավտոս հայտարարել մնալու։ Առաջ տամ, ասենք տղա մարդիկ են այսքան։ Մեքենա դիչնոն, չէ, կարող են ինձ գան ձեռս մեկնեի, այս աուտֆիտս է տեսնում, բոլոր տղա մարդիկ էլ ունեն։ Անջատեմ։ Կապոտը։ Հույս կա։ Վայ, քորացա ես։ Հենց է յուղը փոխել եմ։ Ինչ երկու շաբաթ առաջ էի ստեղ Հասմիկ ջան, եկա յուղը փոխեցի, դուք եք տեսակ էլի, ինձ չի անպատասխանատու վարորդ եմ։ Այս ձենը նորմալ է։ Այս ձենը նորմալ է։ Սենց իմ համար ուրախ գնում եմ, մեկ էլ զգամ всё, էլ չի աշխատում։ Մի կերպ հասել եմ ստեղ։ Տխուր։ Մի հատ ծիագա շարավո։ Այդ դրանք որ նայեք, ինձ թվում է։ Ամ կարող այդ պաչևնիկներն այ, այն որ հալվում է, ինչն էր հալվում, պաչևնիկը։ Պաչևնիկը չէ։ Կլոր ինչ որ բան։ Սալնիկներ են։ Սալնիկները, հա։ Հələ ծիագայլ է, էլի որ սա էլ չխորներն են այդ բանը վաճառված։ Այլա։
Իդեալական փաստորեն ստեղել է, հա, այդ ինչ անենք, փոխենք, չխոլը։ Դե այդ երբ որ թափի մի անգամից կփոխենք։ Կամ որ էսի անել ունի, եթե չխորն ունենանք մոտներս օգտագործված կդնենք արել որ։ Ես չխոլներ ունեմ, բայց ինձ թվում է դրան չի լինի։ Եթե կա բեր կարող լինի, sense փոքր բան է։ Չէ, մեծ ինձ հեռախոսի։ Կասես ինչ դեֆեկտ է տալի, առուց չեմ որ հասկանանք էլի։ Ոնց որ տեսեք, չէ, ձենը գալիս էր, ես երգ լսելով իմ համար գալիս էի, մեկը վсё անջատվեց, ու էլ չի կպնում Bluetooth-ով։ Համ հեռախոսից չի կպնում, թե ուրիշ բան։ Հա, հեռախոսից Bluetooth-ը իմ ավտոյից Bluetooth-ին չի կպնում։ Նենց է նաուշնիկից կպնում է, բայց հաստատ մեքենայից է, որտեվ ես մի քանի բանի փորձեցի կպնեմ։ Նաուշնիկից կպա Արմեն ջան, մերսի ձեզ շատ, Աստված ձեր բալեքին հասնի։ Ես մեքենաս թողնեմ, ուղղակի ուշանում եմ, էլի այդ Մինասավետիսյան ցուցադրությունը մենակ Միացնենք հենց Bluetooth-ին կզանգի։ Հենց կա կպնում է։ Որիմին կպնի ոչինչ, չէ, որ տնանք կպնում Հա, այնքան որ իմանամ, որ աշխատում է, էլի։ Ես օպերատորի մեքենայով կգնամ։ Դե կապով, մերսի շատ։ Մեքենաս մասնագետներին հանձնելուց հետո ես ուղևորվեցի Փեթակ մամայական գործերով, որպեսզի գնեմ երեխայիս հանդեսի համար իրեր։ Կարող է սիրամարգի փետուրներ ունենաք։ Ես արծիվի թևերի մոտ կարող է լինի։ Կարող է սիրամարգի փետուրներ ունենաք։ Ոնա տենց նման մի բան լիներ, որ երեխան հիմա մանկապարտեզի հանդեսի համար սիրամարգի փետուր է պետք։ Ես վերջի շարքը դիզայնը խաղ։ Ես կարող եմ վերցնեմ հետս։ Այս բիրկինները ինչքան են։ 10,000 դրամ։ Այս օրիգինալը։ Կոպիանը։ Օրիգինալը դրա 40,000։ Հասկացվում է, որ իսկական Hermes չի։ Բայց 10,000։ 8,000 էս փոճանները։ Սիրամարգի փետուրներից կարող պատվիրեք։ Չէ, բանիր ինչքան է։ Բայց չորա։ Սենց փապուկներից չունեք, սենց թարմ։ Սիրամարգի փետուրներ ունեք, ոչ է տենց նման մի բան։ Աշտարակի ֆրուչելայից կարելի է փորձեմ։ Այս ռենց մի քիչ տվեք, էլի։ 1200։ Մեսի շատ։ Վերապրանք չեք ուզում, պետք չի։ Մեսի։ Ամտիր բանա։ Ինձ մի հատ ձեռք։ Ինձ մի հատ էս ձեռքից, էլի։ Այս ինչա կան, հա։ Չինական, լավ։ Փորակով, հա։ Ես կոպչոնի ձկներից անենց եմ սիրում։ Դրանից։ Լավ, հա։ Մենակ մի քիչ տապում եմ։ Այսօր Մինասավետիսյանի կտավներով ցուցահանդեսի եմ հրավիրված անիմացիոն։ Մերսի դուք։ Պետք չի մաները, շնորհակալություն։ Չէ, որ մի քիչ աղա էր բանել, ես նկարահանում եմ։ Ես ուզում եմ բարձարնի։ Այս բարձերը լավն են, բայց կարեմ պարկեմ փորձեմ։ Այսօր ես Մինասավետիսյանի ցուցադրությանն եմ հրավիրված։ Ինձ չի էլի։ Հələ մատ օրթոպեդիկ բերեք երեխեք։ Այսի նույնի պատենտն է, հա։ Սրա տես հոնքի մեջ տարբերություն կա։ Զաստեղից է դուսում գիտի։ Այսինքն, մեկել ես։ Մի քիչ բայց ձեռ չարեք, էլի այդքան վերցրեցի։ Սիրամարգի փետուր ունեք։ Կարող է սիրամարգի փետուրներ ունենաք։ Կարող է սրա ուրիշ գույնը ստանալու լինեք։ Եկեք համարս թողնեմ, որ ստանաք զանգեք ասեք, էլի։ Մի հատ արագ մի բան ուտում ենք եւ արդեն գնում ենք Մինասավետիսյանի անիմային։ Բարև ձեզ։ Մի հատ շաուրմա, էլի։ Լավաշով, կծու չելնի։ Այս գազով է։ Գազով չունեք։ Բարև ձեզ, բարի ախորժակ։ Ողը դուս ուտենք։ Հա, մենակ մի քիչ շտապում ենք Մինասավետիսյանի կտավների անիմացիոն ցուցադրությանն ենք։ Կծու չելնի, պամիդորը շատ։ Սիրելի ֆոլովերներ, լայվ հակ եմ ասում, ահավոր պրոբկա է, նավիգատորը 40 րոպե է տալիս տեղից նկարիչների միություն, կինո Մոսկվայի մոտ է եթե ինչ, եւ ես այսպիսի հրաշալի գաղափար ունեմ, պատվիրում եմ առաքում, նշում եմ, որ անպայման մոպեդով գա եւ մոպեդի վարորդին խնդրեմ, որ ինձ տանի կինո Մոսկվա։ Ահա, խնդրեմ, 4 րոպեից տեղ է։ Я могу сумку взять на меня.
Արդեն մոտենում էր միջոցառման հասնելու ժամը ու ես շատ լարված էի եւ որոշեցի գնալ համանում բար Մինաս, ուսումնասիրելու Մինասի կտավները ու մի քիչ լարվածությունս կոկտեյլի մեջ թաղելու համար։ Կարեմ փորձեմ մի հատ։ Որից ուզում ես։ Մի քիչ ուղղակի ուշանում եմ, այսօր Մինաս Ավետիսյանի անիման է։ Գիտեք, Մինաս Ավետիսյանի նկարներով ծանոթ եք։ Ես իրան շատ սիրում։ Ես ավարտել եմ պատմության ֆակուլտետ։ 3000-ը սևը։ Ես ուզում եմ Մինաս մտնեմ, բայց այս մարոդինայով մի քիչ կարող եմ այնտեղ չնայվեմ։ Կլինի ես թողնեմ ձեր մոտ։ Բարև ձեզ։ Այս կտավի անունը ինչ է։ Այս կտավի անունը, որը մնա նկարի։ Այս երկու կտավների անունները, որ իմանայի։ Անդոր։ Այսօր Մինաս Ավետիսյանի ցուցահանդեսին եմ։ Գնալու եմ իրենց Մինասի կտավների հիման վրա անիմացիոն ցուցահանդես է սկսվում նկարիչների միությունում, ես հրավիրված եմ։ Հա, ինձ մի քիչ ինֆո է, էլի պետք որ գնամ այնտեղ խոսեմ, բան։ Դուք հրավիրված չեք։ Չէ՞։ Մենք այստեղ ապրել ենք, այս ներքևի կտավի անունն է, այսինքն այս երևի իր գյուղական ջաջուրիտ կյանքն է։ Ապահովության համար երկրորդ կոկտեյլը ես վերցրեցի ինձ հետ, թաքցնելով այն իմ գեղեցիկ թերմոսի մեջ։ Շատ համով էր ես մեկնել։ Ստեյսյուն։ Մտնելով նկարիչների միության պատկերասրահ ես հասկացա, որ միջոցառումը իմ սպասածից շատ ավելի մասշտաբային էր, այնտեղ հավաքված էր քաղաքի ողջ էլիտան։ Դերականը, որովհետև Մինաս Ավետիսյանի արվեստը դա սեր է։ Առաջինը դա սեր է, որը այն շրջանում նաև մեր զբոսաշրջիկները նույնպես հնարավորություն կունենան այնուհետև արդեն 1960 թվականին կայացած անհատական ցուցադրությունից հետո Մինասը արժանացել է շատ բարձր գնահատականի։ Դե հիմա առանց կարծալու։ Տեսել ես ցուցադրությունը։ Տեսել եմ։ Մինաս Ավետիսյան։ Կարելի է նստել։ Որը հայ կերպարվեստին դարձավ գույնի պայթյուն։ Դռնից դուրս գամ ու խոսամ։ Ռեյք։ Երևանը այսօր Մինասի գույներով է։ Նկարիչների միությունում այսօրվանից սկսվում է Մինաս Ավետիսյանի կտավների անիմացիոն ցուցադրությունը անիման, որը շատ կարճ է տևելու եւ քաղաքի ողջ քուր արվեստասեր հասարակությունն այսօր այստեղ է, ինչպես նաեւ ես։ Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհը Հայկական գյուղաշխարհն արտացոլող տպավորիչ կոմպոզիցիաներ, բնանկարներ, դիմանկարներ, всё, ռեկ։ Մի քիչ ինձ սիրուն էլի նկարի ոտից գլուխ։ Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող տպավորիչ կոմպոզիցիաներ, բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ եւ որմնանկարներ։ Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում մուլտիմեդիա ցուցադրությունը կանցկացվի հունիսի 26-ից օգոստոսի 27-ը։ Այդ ուժի մեջ կա տուն, լեր, մարդ, Այս պահին խորհրդավոր ինչ-որ մի բան, որ հասկանում եմ, որ որմնանկարներն են սկսելու ցուցադրել, շատ խորհրդավոր է այս պահին դեռևս։ Ես էլ լրիվ լույսն ինձ մոտ գույն է, այդպես է ջաջուրը։ Դուք էլ եք հուզված։ Մինասի նկարներ։ Ոչ։ Աշխատելու բայձև։ Ես հուզվեցի։ Երևի ես ձերը չի, կողո չեք հասկացել ես մասը։ Մի քանի րոպե անց ամեն ինչ Ուղղակի չեք հուզվել։ Գյումրեցի նկարիչ Հակոբ Արամյանը։ Ուղղակի չեք հուզվել։ Մինասի համար սա Իմ լարվածությունը գնալով մեծանում էր ու լավ է, որ տարածքում կար սրճարան եւ ես քաջության համար կարողացա մեկ բաժակ գինի ուտել, որ մտնեմ թեմայի մեջ։ Ինձ մի բաժակ գինի կարելի է, ես ուղղակի կարող եմ բաժակը հետս կանեմ այնտեղ։
միգուցե դրանք նաև Ես իմ ամենասիրած գործն է։ Ուժեկս։ Հետագայում հենց մոր կորուստը Մինասի կյանքի Ձերն էլ։ Չէ։ նա ամբողջ Ես կյանքում չի դες չկար ինչ-որ հատուկ գործընթ գծեմ, որ սիրում եմ։ շատ չէր խոսելու դրա մասին։ Վաու։ Այս 1950-ականների շրջանն է։ Բայց Մինասը վաղուց էր նվաճել Երևանի արվեստասեր հասարակությանը։ Ցուցահանդեսի օրերին դահլիճը լեփեցում էր։ Մարդիկ գալի Գիտեք չէ, օդանավականում Մինասի նկարն է Դրա կապցրել։ սկիզբը սովորական զգեստերի նախագծեր չէին։ Դրանք արդեն ինքնուրույն արվեստի գործեր էին, հագեցած գույնով։ Ոնց են, չէ, իրար հակասող գույները այսքան ներդաշնակ մի տեղում համադրված։ Դրա մասին շատ են խոսել։ Անհնարին է։ Հա։ Համատեղել։ Շատ են ասել։ Իսկ թվում է չէ լավ, այդքան շատ չեն ասել, ինքը դժվար նկատվող։ Ամեն մեկի խելքի բանը չի էլ։ Նա պիտի ստեղծեր մոտ 500 մեծ ու փոքր կտավ, Ծանոթանանք։ եւ շուրջ 20 մեծածավալ Ծանոթանանք։ Այդ ծավալը մեծ որդում է մի մարդու մասին, որը շտապում էր աշխարհում։ Վայ շատ հաճելի է։ Կներեք եւ օդանավական ինֆորմացիան ավելորդ էր։ Մերսի, որ ասեցիք, կարող ավելի շատ խայտող։ Պետք է շնչել, պետք է վերադառնալ մանկության տեղերին։ Ընթացքում ես զգում էի, որ չնայած իմ գործադրած ջիքերին, ես ահագին անհամապատասխան էի հագնված ու դա էլ հերիք չէ, շաուրմայանոցում շորից վրա կեչուպ եւ մայոնեզ էր թափվել, դրա համար ավելացրեցի գինիս, որ պրոֆեսիոնալիզմս չտուժի լարվածությունից։ Իմ գինին կրկնենք։ Այս 50-ականների շրջանից առանձնակի հաճույք ստացա, շնորհակալություն։ Ապրեք էլի կգաք։ Շակ մյուսապայուսը կզ։ Հա, Շակ մյուսը։ ես պետքա դուրս կամ կներեք ինձ սպասում են։ Արուսը սպասում է դրսում։ Երկար աշխատանք, պատճառ։ Արուսը բայց ես է։ Մինասը սովորում է ժամանակի հայտի նկարիչներ Ալեքսանդրս ներկայացուցիչ։ Մինասի արվեստում հիշողությունը կենդանի ուժ է, որ ապրում է մարդկանց գյուղերի եւ բնության մեջ։ Այն հիշողություն ունեցող երկիր։ Լավն է։ Եթե Մինասի գտավորում գույնի Ինչ լավ է դուք եք զգեստով։ Ինձ թվում էր ես մի քիչ թումաչ եմ։ Հայաստան։ Այդ առաջին գծանկարները Ձեր հեռախոսը անջատ է կոմոթը։ Ես մարդու հեռախոսի ձայնը չի անջատ։ Մինասի մոտորստի եւ Ահա որա։ Իրոք այսօր էս էներ ինչ ինձ պետք է։ Խնդիր չի լինի ձեր կարծիքով, որ ես մի ժամով այնտեղ գնամ հետ կամ։ Հա։ Պարուսնակ։ Մի հատ փոքր կամ։ Ես եկա։ Всё, Ժեն, սևը վերստեմ։ Ոյ, մերսի շատ։ Այսօր Մինաս Ավետիսյանի կտավների անիմացիաներով ցուցադրությունն է սկսվում։ Կարող է ձեզ էլ են հրավիրել։ Չէ, չեն հրավիրել։ Բայց տենց է 2 ամիս լինելու է նկարիչների միությունում, եթե ուզեք, կարող եք գնալ։ Ես նկարիչների միությունը գնացել եմ Այվազովսկին։ 150-ը մի հատը։ Ինձ մի 10 հատ տվեք էլի։ Թոնիրները էլեկտրական են, բալկոնում կարանք օգտագործենք։ Մեջը փչացած է, հին է։ Այս տեղական է։ Երեխեք, всё, ես հետ եկա։ Դրսում են բոլորը։ Չէ, իր ասած։ Ինչ ենք անում ստեղից հետո։ Երևի վերջ, չգիտեմ։ Վերջ։ Չգիտեմ։ Չգնանք տենց մենք մերոնցով մի տեղ։ Այսինքն մենք մերոնցով, ովքեր Արվեստասերներով։ ոնց ցանկանաք։ Ես դեմ չի լինի։ Իմ ջինին կարող է նա թարմացնենք։ Մերսի։ Ստեսություն։ Դուրս են եկել։ Դուրսն են բոլորը, երեխեք։ Հա, դե ստեղ եմ ես։